Դերձոր Ժակ Սահակոբյան Օրմը երթաս դերձոր այցի որուն երբ չգտնես բիդի ջամկուտ ոչ մեկ հայդուն գամ հողագույտ միայն ավազ միայն փոշի միայն հրտեհ անաբադի անեցք փուշի միայն փույեր քիշերադեն եւ գարիչներ ծորեգին հոն ոչ մեկ հետք ու հիշադակ բատմուտենեն եղերական ոչ մեկ շիրիմ ոչ մեկ արձան գարավանեն ակստորական ու երեկվան մարդեղեն վար ոչ մեկ անուն ու ոչ մեկ փար ոչինչ կյանքեն ոչինչ բավ ու բադանք ձայրեի ձայր եմ անհատնում անզարդման նինչ բայց հայեր են հոնգե անցեր հալածական իբրև հոդեր միլիոն հայեր են ամփոխեր զայն շենցուցեր ինչ հեգնություն հոգեվարքի հրընթինով ու հևքերով զարդարեր զայն թիագի ոսկե գիրքով դալարիկով անոնք եղերեն քու հայրերետ մայրերդ եղբայր ու քույր իմիններս մերինները զանոնք թեպետ մենք չենք ջանցեր մեր հայրերն են հոնգյանցեր օրմը գյանքի օրմը մահվան որ ապրիլին 24-ն է այդ ուղիեն միլիոնապար անձեր անձայր իբրև շկերտ մահվան անբադմելի հայ բադմություն անդիպ մադյան միլիդոնզյան հայ արցունքի պազմալիկ ծով հայ պրունցկի մռիկ անհով և անձաղիկ ու կոս ապրիլ հայուգյանքի օրմը երթաս այնտեղ այցի մի հաներ սայն Շնորհակալ ենք մգո եղբայր ասմունքին մագարավեր ենք զարմեն քույրը որովհետեւ ինձ երկն արամսն է
Հայլույս բոլորիդ շատ ուրախ եմ որ դեր անգամ եւս արիտ տվավ որ ծեր հետը լամ այսօր եւ Աստծո խոսքը միասին բաժնեցինք անցյալ տարի շատ կփապակեի որ կամ որովհետեւ 23-ին երբ որ եկա շատ ուրախ վերադարձա այստեղեն սակայն վախ գար որ բادرազմը օտագանը կոծվեր սեյ ուր բիդերտամ հետո անորամար փախցուցի բայց ուրախ եմ որ դեր արիտ տվավ որ նորեն հոսլամ ծեր մեջ եւ գփապակիմ եթե արիթը ներգանա կոնե դարին անգամ այցելել ցեզի որովհետեւ գսիրեմ ասիմ եկեղեցիս է ես այստեղ ծնածեմ այստեղ մեծացեմ հագարակ որ հիմա հերու ենք բայց սրտով միշտ հոս կապված ենք Հովի մգար որ իր եկեղեցի մեջ ուներ անցմը որ ամեն գիրագի երբ որ գքարոզեր այս մարդը քունի գմտներ եւ շատ կներվեր աս հովիվը որ ինչ պիտի ներ աս մարդուն որ քարոզի ադենը արթուն մնա եւ օրը երբ գքարոզեր այս մարդը նորեն քունի մտավ եւ հովիվը փարգացած ասավ եղբայրսավ եթե այսպես քնանաս թժող պիտի երթաս եւ մարդը քունեն արթնցավսելով այ հովիվ շիդագես քարոզե Aranց անդրադառնալու որ հովիվ ինչ կսեր, որովհետև ինքը կքնանար։ Այո, քարոզի ժամանակ քնանալը կրնա վտանգավորը լալ, ոչ օգտակար, վնասակար, բայց անգե ավելի, եթե հոգևորապես քնացած ենք, ալ ավելի մեծ վնասներ կան, որ մեզի կրնան հասնել։ Այսօր պիտի խոսիմ հոգևորապես քնացած լալու մասին։ Բիդեսեք ինչու համար ներսես սեղբայրը ասպես նույնը մեզի այսօր բիտ ներգացն է։ Գերտամ շատ եղեցներ, դարբեր երգիներու մեջ, դարբեր շրջաններ եւ կտեսնեմ նույն դժվարությունը, որ հավատացյալներ հոգևոր քունի մեջ մտածեն։ Հիսուս քանի անգամներ արթնալու մասին խոսեցավ, արթուն մնալու մասին։ Սավ իր աշակերտներուն արթուն գեցեք եւ աղոտ գրեք։ Ինչու? Որբեսի փորձության մեջ չմտնեք, որովհետև հագարագործը պատրաստ է կողնալու, գործանելու, մեզի մեր հավատքեն շեղեցնելու։ Ամենամեծ վնասը, որ հավատացյալներ կգրեն, այն ադեն է, երբ որ քունի մեջ են, հոգևորապես քնացած են։ Սուրբ Գիրքի մեջ կտեսնենք շատ անձնավորություններ, որ երբ որ հոգևորապես թմրեցան, քնացան, իրենց վրա վնասը հասավ։ Մատթեոս 13:25-ի մեջ կսե. Մինչ մարդիկ կքնանային, իր թշնամին եկավ, որոնց ցանեց ծորենի մեջ եւ քնած։ Ով է այս թշնամին, եթե ոչ սատանան։ Եվ թշնամին չի կար մեզի զվարճացնելու։ Հակառակ որ շատ բաներ որ թշնամին մեզի կներկայացնե, զվարճալի գտվին։ Կոնե Թուրսեն Թշնամի նպատակն է մեզի գործանել, մեր վկայությունը եւ մեր կյանքը սերծնել, աղդոդել։ Եվ խավարի զորությունները սատանային հետ եղող թևերը գզարմանան, երբ որ հավատացյալներու քնացած կգտնեն, որովհետեւ իրենք չեն քնանար։ Սուրճի թաթար չեն առներ։ Չեն ասել ոտքիս վրա տնեմ քիչ հանգչիմ։ Միշտ աշխատանքի մեջ են, որբեսի գործանեն հավատքի մեջ եղողներուն կյանքերը։ Եվ այս է սիրելներ դժվարությունը, վտանգը, որ թշնամին չարաչար գաշխատի մեզի վնաս հասցնելու։ Եվ մենք շատ անգամ չենք անդրադառնալ նույնիսկ որ վտանգի մեջ ենք։ Ռոմայցիս 13:11 կսե. Նաև գիտնանք ադենը, թե արդեն ժամն է կունեն արթնալու, որովհետև հիմա մեր փրկությունը ավելի մոտ է, քան երբ հավատացինք։ Պողոս առաքյալ մեկ խոսքով գսե, եղբայրներ քույրեր, հավատացյալներուն է որ գկրեր այս մեկը, գսե արթնցեք, ժամանակն է արթնալու, որովհետև եթե չարթնաք, վնասը, վտանգը ցեզի կսպասե։ Շատ վտանգավոր է մեր մարմնավոր քունը, այլ ավելի վտանգավոր է մեր հոգևոր քնացած ըլլալը։ Եթե մեկը քեզի
քունիդ մեջը տպնա եւ թյուրին չարտնաս ադի մեծ վտանգներու քեզի գրնա դանիլ որքան ավելի հոգեորաբես երբ որ Աստծո խոսքը քեզի գտնա եւ դու չես արտնար արդյոք ինչ պիտի լա վիճակը Վարգյան մնանք թե ինչ է քունը այն ժամանակն է որ մեր մարմինները հանգիստ կգտնեն եւ այդ հանգիստի մեջ մենք մեր ըսկայնությունը կգործընծնենք չենք ըսկար թե ինչ կբադահի մեր շուրջը եւ գիտեք քունին մեծ եղբայրը ով է կոման մահակուն երբ որ մեկը քունի մեջ մտնե ասուստ առողջապահական պատճառներով երբ որ քունին մեծ եղբորը հանդիպի թյուրին անգե չի գնար արթնալ եւ հավատացյալներ սալ երբ որ քունի մեջ քունով գդարվինք եւ կոմայի գասնինք շատ դժվար է կոմային դուրս գալ հրաշքը պետք է աստծո հրաշքը պետք է որ այդ կոմային դուրս ելենք երբ որ մեկը քնացած է իր մավոր կորձունեությունները գտածվին իր մգանները գտուլնան եւ եթե ուզեն նույնիսկ մգանները կորձածել չի գնար կորձածել փորձած եք արդու արտնալուց պես անգողին են դուրսելել մի նկատանք բան նախ նստեցեք դուք ձեզ ավակեցեք հետո ելեք որովհետեւ ձեր մգանները մարմինը պատրաստ չէ կորձի անցնելու սակայն այս օրինակը որ գբերեմ մանավոր սկացումներուն որքան ավելի վտանգավոր գլա մեր հոգևոր վիճակի մեջ երբ որ հոգևորաբես կքնանանք այս քնանալու ժամանակն է որ սատանային կորձակալները գսե համարը որ գարտացինք Մատթեոսի մեջ չար հունդերը գցանեն եւ այս հունդերը որ ցանեն վերջավորության իրենց բդուները հարաճ պիտի բերեն Եվ անշուշտ սատանան երբ որ այս կորձերը գդարե մեր մեջ փողեր չի ընչեցներ սելով նայեցեք ինչ կնեմ սատանան ինչպես գուկա միշտ քաղդուղի գուկա հունդերը գծանե եւ անոր մեջ որ այդ չար հունդերը ցամեցավ նույնիսկ լուր չունենար որովհետեւ եթե գիտնա գնա բայկարիլ անոնց թեմտնել բայց սատանան այդպես չի կորձածեր սատանան գործանած է շատ հավատացյալներ ու կյանքեր, որոնք քունի մեջ գտնված են։ Երբ որ մեկը մոլի գտարնա մարմնավորապես քնանալու, գիտենք անոր հետևանքները ինչ են։ Աղքատության, հիվանդություններ, ներողություն։ Այս մի քանի օրերը խոսիմ ջուր խմելու ալգմորնամ եւ մարմնից ջուրը բացած է։ Եվ երբ որ մեկը մոլի ցարնա մարմնավորապես, գիտենք ադոր հետևանքը ինչ է Շատ վտանգավոր է հոգևորապես ավելի վտանգ մգա որովհետև մարդ իր հոգին գնա գործընծնել Մինչ կքնանանք մեր հոգևորապես մեր կյանքերու մեջ ողբերգական բաներ կբադահին Բնական քունի մեջ գրագի եթե ըլլա ով է որ գմերնի գրագեն ան որ իրիգունը քնացած է եւ գրագը լավ չի չարտնար Կամ թե քողությունը երբ կբադայի քնացած ժամանակ կտեսնեք ինչպես այս բարձ բաները որ մեր կյանքի մեջ կբադային ավելի մեծ աստեցություն կնանունալ մեր հոգևոր կյանքերու մեջ Ուրեմն քունը անաբողովություն կստեղծե Չես կնար դու քեզի պաշտպանել երբ որ քնացած ես եւ Քունը խապեգության ժամանակ է, որ կգարձես, որ գրնաս արտուն ես, բայց արտուն չես իրականության մեջ։ Բադած է ծեզի, երբ որ շատ քնոդ եք, կփորձեք պան մնել, կխորիկ, որ գնեք այդ պանը, բայց մեմնա գնայք, որ կլուխնիտ կացերը և ուրիշ պաներ գնեք։ Մանավանդ կշելու ժամանակ երկար ես շատ ճամփորդություններ գնեմ, միշտ սկուշ եմ, որ կնանալ Քնացած հանգիստ լամ, որովհետև ճամփան եթե կնանամ, գրնամ ճամփային շեղիլ եւ մեծ արգածի մատնվել։ Ուրեմն քունի աշխարհը երազի աշխարհն է։ Երազի մեջ շատ լավ բաներ գնանք տեսնել, բայց իրականությունը այնպես չէ, շատ հաջող։ Ուրեմն մենք պետք է զգուշ լանք հոգևոր
քունի մեջ լալեն, որովհետև շատ հստակ է գտեսնենք այս օրինակներում, որ հոգևոր քունը մեզի շատ մեծ վնասներ ու գնա մատնել։ Սուրբ Գիրքի մեջ տարբեր տեսակի քուներ կան, որոնց մեջ այսօր միան 4-ը պիտի շեշտեմ ցեզի եւ անոնց մեջ պիտի սորվենք թե ինչպես սատանան կկործածե այդ քուները, որ մեզի մեր հավատքեն շեղեցնե։ Առաջին քունը, որ գուզեմ այսօր ցերուշատրության հանցնել, Հովնանու մեջ կգտնվի, առաջին գլխուն 5-6 համարներու մեջ Հովնանի քունն է այս մեկը, Հովնան նավուն խորշ իջնելով բարգերեր ու խորուն կքնանար։ Հովնանի քունը իրական քուն չէր, խապկանքի քունն էր, փոթորիկը գատղած էր, նավը պիտի խորդակվեր, մեծ վտանգի մեջ էր, կյանքերը վտանգված էին, բայց Հովնանը չանդրադարձավ այս բոլորին, ինչ կնե, կերտա նարմուն վարի հարգը, հոնդեղը կլուխը գտնե և գուզե քնանալ։ Ասոր նման, այսօր մարդիկ, երբ որ մեղքը իրենց շուրջը գտարնա և իրենց գուզե գլանել, իրենք բաթանյան գարնեն կլուխնին գկաշեն և գուզեն քուն քնանալ, խորելով, որ երբ որ արթնան ամեն բան անցած պիտի լա։ Եվ գիտենք, որ այդպիսի բան չկա։ Այսօր շատ մարդիկ այսպիսի քունով դարված են եւ փոթորիկը իրենց շուրջն է, խավարը իրենց շուրջն է, վտանգը իրենց շուրջն է, բայց գավադան որ ամեն բան լավ պիտի լա, երբ որ արթնան, առանց այդ վտանգին թեմ տնելու։ Եփեսացիս 5:14 նորեն Պողոս Սարաքյալ գկրեգս է արթնցիր թուն որ գքնանաս ու գանքնե մերելներեն եւ Քրիստոս պիտի փայլի քու վրատ։ Մենք պետք ունենք խավարի ժամանակ Քրիստոսի լույսը մեր կյանքերի մեջ եւ քունի մեջ եղող անձը չի տեսնել լույսը, չի գնար տեսնել, չի գնար շիդակ ճամփան ընտրել։ Եթե այսօր գքնանաս ցունալ Հովնանի պես գաղոթեմ, իմ աղոթ կսե որ դերը փրկե մեզի այդ քունեն, որովհետև այդ քունը մեզի վտանգավոր պիտի ըլլա։ Հովնանի պես Աստված ամեն մեկուս կանչած է գոչումով եւ գուզե որ մենք այդ գոչումին յետևեն ըլանք։ Եվ Հովնանի պես շատ անգամ կարելի է որ մենք Աստուծո հագարակ ուզածին հագարակն է որ գնենք։ Եվ այդ քունի մեջն ենք, Հովնան գգարտանք, որ գպախեր Աստուծո գամքը ընելեն, և ինքսին կմխիթարեր քնանալով, և գուսամ, որ մենք ալ այդպես չեն գներ։ Երկրորդ քունը աշակերտներուն քունն էր։ Ինչ էր աշակերտներուն քունին տեսակը, հոգնության քունն էր։ Աշակերտները Հիսուսի հետ գերտային ամեն դեղ, քյուղեքյուղ, գկարոզեր, և Հիսուս կկարոզեր և իրենք ալ Հիսուսի գոգնեին, իրապես հոգնեցուցիչ կյանք մներ, այսար դու ճամպան եկած ադենիս, անայդ կույրսավ ճամպորդությունը հոգնություն է, ամպես է, և բդույթ պամը գա հաջիկները, բայց հոգնություն գա, ուր որքան ավելի, երբ որ մեկը գծարայի Աստծո թաշտի մեջը, հոգնությունով հոգնություն է, անշուշտ ադոր վարծատությունը մեծ է, և հոգեգան հոս և հոն երգինքը, հարցը այն է, որ մենք գհոգնինք, մեր գյանքերու մեջ գհոգնինք, ըլա մեր առորյա գյանքերը ներս, ըլա դիգա հոգևոր թաշտեն ներս, և աշակերտներն ալ հոգնեցան, Մարգոս 14:37-ի մեջ Հիսուս սսավ իր աշակերտներուն, Գեթսեմանի բարդեզի մեջը, երբ որ եկավ, տեսավ, որ քնացած են, ասավ, Պետրոս, Սիմոն, գքնանաս, չգրծար ժամը արթուն մնալ։ Հետաքրքրական է, որ Պետրոսի համար երկու անուններ կգործածվի Սուրբ Գիրքի մեջ, ավետարաններու մեջ։ Դեղը Պետրոս կգանչե Հիսուս իրեն, դեղը Սիմոն կգանչե, եւ բացատրեմ ինչ է դարբերությունը։ Պետրոս կնշանակե ժայր, հավատքի հետ կապված բառն է ժայրը, Հիսուսի վրա ունեցած մեր հավատքը ժայրի վրա է։ Իսկ Սիմոն բառը կնշանակե եղեք։ Եղեքը գիտեք չէ ամեն ինչ կտալ, այս փույսերն են որ երկարին
ծողուններ եւ մասնավոր օգուտությունին հովը կպճասան կերտան հովանգը կպճե միսկոմ կերտան եւ Պետրոս ադեններ ժայր գլար ադեններ երեք կտարնար եւ Հիսուս կդեսներ Պետրոսի մեջ այստեղ իր երեքը լալը կսե Պետրոս չգրցար մեկ ժամ արթուն մնալ եւ աղոտ կնել շատ հավատացյալներ կան այսօր որ հոգնած են որովհետեւ երեք են հով այսպես զարնե հոնգերտան այսպես զարնե մյուս կողմերտան եւ ասիգա մեզի գհերացնե այն բաներեն որ Աստված գուզե որ ունենք եւ Աստծո գամքեն դուրս գելենք հովեն գդարվին երեքներու պես դժվարություն ունին աղոթքի մեջ մնալու մեկ ժամը Աստծո հետ անցնելու եւ այսպիսի հավատացյալներ չեմ մսեր որ դուք եք գսեմ այսպիսի հավատացյալներ դուք ամեն մարդին իրեն թող կնե իրենք իրենց կխապեն երբ որ չենք կնար Աստծո այդ ժամը անցնել հարց մը գա մեր հոգեվոր կյանքերներս պետք է քննենք մենք մեզի արդյոք հավատքի մեջ ենք արդյոք աշակերտներուն քունն է որ կքնանանք ինչու համար Հիսուսը սավ Քիչարացի աշակերտներուն, որովհետև վտանգ մը գսպարնար իրենց, եթե արդուն չի մնային, վտանգ մը գար իրենց գսպարնար, բայց ադիգա չդեսան աշակերտները եւ քնացան իրենց անուշ քունով։ Եթե Պետրոս աղոթած լար, գիտած եղեք, որ Հիսուսի բիդի ճուրեն ար երեք անգամ։ Հիսուս կդեսներ ինչ պիտի կա Պետրոսի գլխուն։ Անոր համար գսե Պետրոս, մի քնանար Արտնցիր, այսօր շատ հավատացյալներ ուժասպար են, հոգնած են եւ իրենց սկացումները հոգեվորաբես փտացած են, սկայարանքները փտացած են եւ այսօր պետք ունենք հավատացյալներս արթուննալու եւ աղոթ գնելու, որբեսի փորձության մեջ չմտնենք, որովհետեւ թշնամին պատրաստ է մեր վրա արձակելու, թշնամին պատրաստ է մեզի լապելու, որ նայեցեք ինչ կսե, առաջին Պետրոս 5:8 սկաստ եղեք արդուն գեցեք, անգամ եւս այդ բարերը, որովհետև ծեր ոսոխը չարախոսը գշրջի մրնչող արույձի պես փնդրենով թե ով գլե։ Կուզես այսօր թշնամիին գերը թարնալ, չեմ խորիր, մենք Աստուծո զավակներ ենք, Աստուծո կպատկանենք, իսկ եթե Աստուծո զավակներն ենք, չենք կրնար քունի մեջ մնալ։ Եվ աշակերտները քնացան հոգնության քունը։ Երրորդ քունը, որ կտեսնենք Սուրբ Գիրքի մեջ, անալ Սամսոնի քունն է։ Թադավորած 16-19 գսե, Ծալիլա զանիգա իր ձունգերուն վրա քնացուց ու մարդ մգանչեց եւ անոր գլխուն մազերը ածիլել դվա։ Վստահ բոլոր դալ պատմությունը գիտեք չեմ ուզեր ժամանակ առնել պատմությունը պատմելով ինչ էր Սողոմոնի քունը, ինչ տեսակ քուններ, ենթադրության քուններ։ Ենթադրեց, որ ինքը զորավոր է։ Բայց իրականության մեջ ինչ պատահեցավ, իր ուժը կացած էր իր մեջ եւ ինքը լուրջ ուներ, որովհետեւ ինչ քնացավ։ Ես գրնամ այս էր Սամսոնի դժվարությունը։ Ենթադրել որ գրնա ինքը զորությունով ամեն բան անել։ Հարց չկա, վնաս չունի։ Մեղքը կորձեմ, սխալը գնեմ, բայց գրնամ երբ որ ուզեմ գենալ, այդ մեղքեն հրաժարիլ։ Ոչ, թուրը որ բացիր մեղքին, գծածեր որ ադոր հետևանքները յետևեն պիտի կան։ Ինքնավստահության հոգի մգար Սամսոնի մեջը։ Սամսոն շատ լավ գիտեր որ Թալիլայի գիրքի մեջ ինքը վտանգավոր դեր գտնվեր։ Թալիլան իրեն շոյեց, գնացուց եւ իր մեկ խախնիկ արավ իր զորության։ Ինքսինք չգրցավ զսպել Սամսոնը եւ ինչ կշոյեր իրեն քունի անցուց ինչրին մազերը գդրեցին եւ երբ որ մազերը գդրեցին իր ուժը գնաց եւ երբ որ արտնցավ ասավ ելնեմ մյուս անգամներում պես ցնցվիմ այդպես եղավ ինչ կսե Աստծո խոսքը անիգա չեր գիտեր թե դերը իր մեկ կացեր էր ասի ինչ խղճալի վիճակ ունի Սամսոնի պես մեկը դերոջը զորություն իր մեկ կացած էր եւ լուրջ ուներ
Ինչ էր պատճառը։ Քնացավ եւ իր զորությունը գործընծուց։ Երբ որ արթնցավ, անագնգալի եկավ, որովհետև գենցածրեր, որ թեր ուժը իր վրան է, քնացած անձը հոգեորապես չի գրնար զորավորը լալ, չի գրնար թշնամին թեմպնել, պետք ունի արթուն մնալու եւ աղոթելու։ Ուրեմն սխալ է ենթադրելը, թե մենք ապահով ենք, ցուն քեզի մեծ վտանգի գրնաս մատնել։ Օրմը պիտի արտնաս եւ տեսնես թե զորություն վրա չմնացած։ Եվ վերջին քունը այսօրվա համար Եվդիկոսի քունն է։ Շատ կսիրեմ աս Եվդիկոսը։ Կորցկարակելոց 27-12-ի մեջ կսե Եվդիկոս Բադուանին մեջ նստած խորուն քունի մեջ մդերեր։ Երբ Պողոս խոսքը երկնցուց ներսեսին պես անիգա խորուն քնով բռնված երրորդ տոստիգոնեն վարինգավ Ուզանիգա մերած վերցուցին։ Ինչ ավոր եկեղեցի եկավ եկեղեցի մեջ մերավ։ Մեկ դոր երկինք կերտան, բայց չէ։ Ոչ երբեք։ Շատ մեծ դժվարություններ ուներ Եվդիկոսը։ Անշուշտ այս պատկամ, որ Պողոս տվավ, ամենաերկայն պատկամն էր Սուրբ Գրքի մեջ, որ դրվեցավ։ Գտեսնենք Եվդիկոսը գուքա եկեղեցի, որովհետև պատկամը իրեն աղոր քուն գուդար։ Քիշերը չեր գնար կնանալ, բայց պատկամ որ մտի գներ, ամիջապես քունի գմտներ։ Եվ եկավ հանգչելու եկեղեցի մեջ քիչ մկումը քաշեմ, սա։ Եվ մեկ սխալը որ ըրավ, Բադուհանի մեջ նստավ։ Երանի աթորին վրա նստեր, կոնե եկեղեցի մեջ գինար։ Բադուհանի մեջ նստավ Եվդիկոսը, եւ քնացած էր Բադուհանեն վարինգավ, եւ գսե համարը մերավ։ Եվ ասիգա գներգացնե հավատացյալներ, որ մեկ ոտքերնին եկեղեցին է, մեկ ոտքերնին աշխարհն է։ Եվ գքնանան։ Եվ չեն գիտեր որ գոմը բիդինան։ Եկեղեցի մեջ, թե եկեղեցին դուրս։ Եվ ասիգա վտանգավոր վիճակ մգստեղծե հավատացյալին համար։ Այսպիսի անցիկ անօգուտ անցիկ են Աստծո թագավորության համար։ Երբ որ մեկը գքնանա, նախ ամենը դժվար հարցը, այսօր մեկումը քնացած չտեսավ, by the way, ուրախ եմ, so մեկենուտ մասին չեմ խոսիլ բայց երբ որ մեկը գքնանա Աստծո խոսքին հանդեպ ոչ թե միայն պատկամի ժամանակ, այլ իր անձնական սերտողությունների մեջ, այդ անձը ասել է թե վտանգավոր, հոգեորապես վտանգավոր վիճակ ունի։ Չի գնար Աստծո խոսքին վրա գետրոնալ, չի գնար Աստծո խոսքին զորությունը իր յանքի մեջ կործածել, որովհետև չի գնար ըմբռնել, քնացած մարդը ըմբռնում չունի։ Եվ անոր մանավանդ կսպաղի աշխարհով եւ եկեղեցիով անիգա հաստատամիտ մեկը չէ։ Գսիրե պատկամը, գսիրե ամեն բան, բայց կործնագանը չի գա անոր մեջ, որովհետև ես կունե, ես ոտ կտուրս, ես ոտ կնես։ Գուզեմ վերջացնել արակմը 15 գեդերու վրային անցնել, երգան չեն, շատ շուտ պիտի վերջացնեմ, թե ինչ են գնանք գիտնար, որ հոգեորապես արդյոք արթուն ենք, թե քնացած ենք։ Առաջին նշանը այն է, որ մեր աղոթքը գթատրի առաջնահերթ դեղ գտնել է մեր կյանքերեն ներս, աղոթքի կյանքը տգարացած է։ Երկրորդ, երբ որ գփարվարարվիս քիծածովը, տեսելով որ ես բավական գիտեմ, Սուրբ Գիրքը գիտեմ, մեկը քան է ամեն բան կնամ իրեն բացատրել, ես ավելի լավ գիտեմ, ես ամեն բան գիտեմ, ասա վտանգավոր նշանակն է, որովհետև չես ուզեր ավելին, դեր մահասած ես, որ կյանքդ լճացած է, եւ զգուշ եղիր, որովհետև այդ վիճակի մեջ կնաս տուն գործվել։ Երրորդ, երբ որ ինչ որ դերը գխոսի քեզի կորձնական տնելու դժվարություն ունի, կորձնականի չես դարձնել։ Քու խորելագերբիտ, քու ապրելագերբիտ չաստեր։ Եվ կյանքիդ մեջ ոչ մեկ փոփոխություն կա։ Ամենալ զորավոր հավատացյալն կրնա իր կյանքի մեջ հարաճտիմություն ունենալ ամեն օր։ Եթե Աստծո խոսքի մեջ կապրի եւ Աստծո խոսքին գտվի։ Մի սեր որ ես դեռ ասած եմ որ Փառք Աստծո շատ լավ է, եւ Փառք Աստծո գսենք մենք մեզի ավելի լավ սկացնելով։ Անակ բան չկա։ Հիսուսի ասագին ասած ես։ Ոչ, ասել է թե շատ երթալիք տեղ ունի։ Չորրորդ։ Երբ որ
Երկինքը եւ հավիտենականությունը մեր մտքերեն դուրս գելեն։ Երկինքի մասին չես մտածեր։ Քու միտքեդ չանցներ թե ինչ որ գնես, պետք է հավիտենականության աչքերով դիտես։ Միակ հետաքրքրված ենք նյութականի մեր աչքին տեսածովը, հարստությունով, հաճույքներով եւ այդպիսի բաներով։ 5-րդ. Երբ որ Աստուծո դան ծառայությունը քեզի այլևս ուրախություն չի դար։ Ասիկա շատ վտանգավոր բան է։ Հետաքրքրված չես եկեղեցի մեջ ինչ կդառնա, ինչ կլա։ Ցերտ չես ուզեր դալ, չես ուզեր օգտակար դառնալ, որ եկեղեցին աճի մեծնա զորանա։ 6-րդ. Երբ կամիջնաս հոգևոր նյութեր ձեծել ուրիշներու հետ, որովհետև եթե խոսիս անոնց մասին, քու սխալներդ մեջտեղ դել է, քու կյանքդ եւ քու խոսքերդ իրարու պիտի չհամապատասխանին։ 7-րդ. Երբ որ հանգիստի ժամերը, մարզական խաղեր, սպոսանք, խնջույքներ, ներկայացումներ շատ ավելի քեզի հաճելի գլան, քան թե եկեղեցի երթալը։ Քու կյանքիդ մեծ մասը կգրավին այսպիսի բաներով։ 8-րդ. Երբ որ մեղք մը գործես եւ խիղճդ քեզի չտանչեր։ 9-րդ. Երբ որ սուրբ կյանք ապրելու փափակը դգարացած է սրտիդ մեջ։ Սուրբ Գիրքեն համարներ գործես գտնել, որբեսի քու սխալ վարմունքներդ արդարացնես։ Գիտես ճշմարտությունը, բայց կփախչես ճշմարտութենեն։ 10-րդ. Երբ աշխարհային ունելիքներու յետևե գվազես եւ անիկա կդառնա քու կյանքիդ նպատակագետը։ 11-րդ. Երբ որ երկերը քեզի բարձաբես ցայն կդառնան, փարապանության երկերը սրդիդ չեն խոսիր, սրդեդ չեն կար։ 13-րդ. Գհանցնես այն բաները Աստուծո, որոնք քեզի հարմար են։ Այսինքն այն բաները, որ գուզես տուն անոնց վրա իշխել, անոնք քու իշխանության տակլան, անոնք քեզի գբայես։ Այն բաները, միս բաները գուտաս Աստծո գսես որոգեր, աս բաները քեզի գուտամ։ 13-րդ. Գտիդես ամպարոյական բաներ, գգարտաս ամպարոյական բաներ եւ տելևիզիոնը քեզի շատ հաճույք կուտա։ 14-րդ. Ամենաբզդիկ պատճառաբանությունով կփախչիս հոգևոր բարդականությունները։ 15 եւ վերջին. Երբ ներողամիտ կլաս քու մեղքի հանդեպ, ասելով թե Աստված կհասկնա։ Ասոնք նշաններ են, որ հոգևորապես մենք քնածած ենք։ Գիտեմ շատ բանսի ուրախ եմ որ գկաշվի ասիգա չէ վիդեոյի վրա հետո անգամ եւս մտի գրեք, որովհետեւ շատ բանսի, բայց շատ կարեւոր բաներ են եւ մենք մեզի այս հարցերով ինքնակնութեն է որ անցնենք, պիտի տեսնենք թե հոգևորապես ուր կգտնվենք։ Իմ գոչս այսօր ամենուս այս է Բողոս Արաքյալի մեզ որ արթնանք, եթե կքնանանք։ Արթնցիր թուն որ կքնանաս եւ գանքնե մերելներեն եւ Քրիստոս պիտի փայլի քու վրատ։ Մենք գենթանի արարածներ ենք Քրիստոսով։ Մերելներուն հետ չենք կնար մնալ։ Երբ որ մերելը գմերնի, ննչեց կսենք։ Մենք Քրիստոսով, Քրիստոսի հարությունը դոնեցինք անցալ գիրագի, հարության զորություն ունենք մեր կյանքերու մեջ։ Գենթանի Աստուծո զավակներն ենք, չենք կնար քնանալ։ Ժամանակն է որ արթնանք, որովհետև մեր փրկությունը այսօր ավելի մոտ է, Տերոջը քալուստը մոտ է։ Անմիտ գույսերում ես քնացած չգտնվենք, որովհետև ինչ պատահեցավ իրենց։ Հարսանիքեն դուրս մնացին, որովհետև քնացած էին։ Այսօր եթե 15 կետերեն մեկու մեջ դու քեզի սկաս որ հարց մունես, վտանգի մեջ ես ասել է, արթնցիր անգե, դու քեզի տշնամին քութին մի հանցներ, որովհետև մեր տշնամին քութ չունի, միան Աստված է որ քութ ունի, եւ ամեն չանկր է, որ ինչ որ է հարցը լուծես, արթնաս անգե դուրս ելես, դերոցը հետ հաշիվներդ լուծես, մաքրես, հոգևոր կյանքդ քեզի համար առաջնահերթ դեղ թողլա, անոր հոգ տանելու, եւ եթե Տշնամին ոտքի դեղ դված ես,
ամիջապես առաջին արիթով այդ թուրը կոծե, որբեսի ալ ավելի դեղ չգտնեք քու կյանքետներս, որ գարենաս տուն աբահով այս կյանքի ճամփորդությունը դանել մինչև մեր հավիտենական դունը երկինք, որ դերը հոն մեզի կսպասե։ Փառք լադիրոջ իր խոսքին համար երբեմն հանդիմանական է պետք ունենք, որբեսի արթնանք եւ արթուն եւ ըսկաստլանք դերոջը օգնությամբ եւ դերոջը շնորհքով։ Դեր օրհնի բոլորիդ։